Բարև ձեզ Սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն է, բարև ձեզ, պարոն Մեհրաբյան։ Բարև ձեզ, պարոն։ Պարոն Մեհրաբյան, ընտրություններն ավարտվել են, բայց քաղաքական ուժերի մեջ կրքերը դեռ շարունակում են լարված մնալ։ Ինչն է խնդիրը։ Խնդիրն այն է, որ հարցեր են մնացել, որոնք սպասում են իրենց պատասխաններին։ Բոլորի մոտ։ Ստեյցիան, այո, առերևույթ, այո, բոլորի մոտ, այլ է հարցերի որակը եւ հարցերի դրդապատճառները, այսպես ասենք։ Նախ ինչպես ավարտվեցին ընտրությունները։ Ըստ էության Հայաստանի ընտրությունը հասկանալի էր ի սկզբանե, որ Հայաստանի քաղաքացին քվեարկեց հոգուտ, ազատ, անկախ, ինքնիշխան ժողովրդավարական Հայաստանի։ Ով էր դա վիճարկում։ Դրանց անվանում էին եռագլուխ, չգիտեմ ինչ էր։ Կողքակային ավելի մանր, այսպես մերձ քաղաքական չարչիությամբ եւ բոշությամբ զբաղվող առանձին խմբեր, որոնք էլի թյուր իմացաբար իրենց կուսակցություն էին կոչում կամ շարունակում են կոչվել կուսակցություն։ Բայց էլի այդ եռյակի շուրջ էին թրև գալիս։ Հիմա այս ամենը ուղեկցվեց նախ ռուսական հիբրիդային ասպատակությամբ, որը ձևախեղեց ընտրությունը։ Փաստորեն առերևույթ 18 քաղաքական ուժեր պետք է մասնակցեին եւ մասնակցեցին, Հայաստանի քաղաքացին պետք է դներ, կարդար, ծանոթանար, ասեր, այս սա է լավ բան առաջարկում, բոլորը լավ բան են առաջարկում, բայց սա ամենալավն է, սրան եմ ընտրում։ Բայց ըստ էության այդ ձևախեղման արդյունքում ընտրությունը հետեւյալն էր, ուրեմն Հայաստանի ընտրող դու ընտրում ես կամ Փաշինյանին, կամ էլ տարբեր Պուտինի տարբեր բերաններին։ Եվ ըստ էության ուղերձնել այն էր, որ եթե Փաշինյանը չի, ապա այս Պուտիններն են։ Մարդիկ ընտրեցին Փաշինյանին։ Այս վիճակում, այո, մենք երբ հանդես եկանք կամ դիմափոխության օրակարգով, մարդկանց ձեռքը չհասավ, որովհետև ըստ էության այս ընտրություններին Հայաստանը լինել չլինելու, այսպես երկընտրանքի առաջ կանգնեց։ Կանգնեցրեցին եւ այնպես էր, ինչպես 21 թվականին եւ մեր բոլոր կոչերը իշխանության։ Այդ խաժամուժին թույլ չտալ ընդհանրապես քաղաքականության մեջ մասնակցելու տեղ չէր հասնում։ Դեմոկրատիա դե ոնց է։ Մինչդեռ հիմա նրանք ասում են հակառակը։ Նրանք ասում են, որ մեր կարծիքով նրանք ընդհանրապես չպետք է մասնակցեին ընտրություններին։ Այո, ասում են, բայց սա արդեն զատկից հետո ձուներ է հիշեցնում։ Դրա համար հանուն Հանրապետության կուսակցությունը դիմելու է սահմանադրական դատարան, հիմա աշխատում են մեր գործընկեր, մեր համախոհ իրավաբանները այդ հայցը նախապատրաստելու եւ սահմանադրական դատարան դիմելու հետեւյալ հարցերով, հա, որ ընդհանրապես ընտրության բոլոր փուլերին եւ բոլոր տարրերին, այո, պետք է մի հատ տրվի իրավական գնահատական։ Հիմա հարցնում են, լեգիտիմ է եղել արդյոք ընտրություն, իսկ հարցնում եմ, իսկ այդ ուժերը, որ մասնակցում էին, իրենք լեգիտիմ էին, իրենց գոյությունը ընդհանրապես լեգիտիմ էր։ Ինչով լեգիտիմ չէին։ Որովհետև նախ զբաղված էին ընտրակաշառքով, մեկ երկրորդ այդ նրանք ուղղորդվում էին Ռուսաստանի կողմից։ Նրանք հովանավորվում էին Ռուսաստանի կողմից։ Նրանց անունները տալիս էր Ռուսաստանի նախագահի ազգամիջյան ինչ-որ հարաբերությունների անդամ Արա Աբրամյանը, որ այս սրանք են յուրային։ Պարզա չէ, որ Արա Աբրամյանը շնչելուց առանց Պուտինի թույլատրության չի արտաշնչում։
եւ արտաշնչեց։ Այս ամենը այո քննարկման առարկա է։ Եվ հետո հակակոռուպցիոն կոմիտեն հայտնաբերած լիներ 1, 2, 3 լավ, այս խոսակցությունն էլի իմաստ կունենար, դե լավ է, դա ինչ։ Բայց մենք տեսանք, որ այս ամենը ուղղակի դրված է հոսքագծի վրա։ Այսինքն սա ինչ որ դրվագ էր, որ ինչ որ ինքնագլուխ մարդիկ չգիտեն որտեղից փող վերցրած այսպես ինքնագլուխ սկսեցին զբաղվել ընտրողներին կաշառք բաժանելով ի հեճուկս իրենց ազնվագույն առաջնորդների, հա, տարբերակ 1 եւ տարբերակ 2, այն ինչ բացահայտվեց, դրանք ֆրագմենտներ են այն վերտիկալ ինտեգրված, ստրուկտուրիզացված մի կառույցի իր սուբորդինացիայով, իր փողի վերից վար շարժով, հա, ուղղված նրան, որպեսզի զանգվածային գնում կատարվի ձայների։ Պետք է դրան նախ քրեա իրավական գնահատական տրվի մեր իրավապահ մարմինների կողմից, հա, եւ գործը մտնի դատարան նախ։ Եվ երկրորդը մենք այս ամենը հենց ձեռքներիս ունենալով դրա գնահատականը, այո, պահանջելու ենք նաև սահմանադրական դատարանից։ Հայաստանը մեսեջը պետք է մեկընդմիշտ փակվի։ Հայաստանը դեզինֆեկցիայի կարիք ունի այս ժանտախտից, այս ռուսական ժանտախտից, թույնից, որը չի թողնում, որ մենք առաջ շարժվենք։ Այո, մենք չպետք է անենք այնպես, որ 31 թվականի ընտրություններն էլ լինեն պետության լինել չլինելու ընտրություն։ Պարոն Միրզոյան, այսինքն դուք առաջարկում եք նոր ընտրություններ։ Մենք առաջարկում ենք գնահատական, իսկ գնահատականից էլ արդեն կբխի, թե ինչ կլինի այդ պարագայում, բայց այս ուժերը պետք է ճանաչվեն ոչ լեգիտիմ։ Այս ուժերը պետք է փակվեն, այս կուսակցությունները պետք է գոյություն չունենան, պետռեգիստրով պետք է Պլյուս դրան զուգահեռաբար, մենք խոսել ենք դրա մասին նաև ձեր եթերում, անցյալ տարվա սեպտեմբերի 18-ի ՄԻԵԴ-ի որոշումն է, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը մարտի 1-ի հետ կապված։ Գիտեք ինչ, սրանք մարդիկ են, ովքեր իրենց ողջ քաղաքական կամ մերձ քաղաքական ճանապարհին արել են ամեն հնարավորը եւ անհնարինը, որպեսզի Հայաստանը որպես պետություն չկայանա։ Հետևաբար Հայաստանի որպես ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավար պետության կայացման ճանապարհի առաջի քայլը պետք է լինի այն, որ Ռոբերտ Քոչարյանը պիտի գնա բանտ, մնացածը ածանցվում են Ռոբերտ Քոչարյանի բանտ գնալ չգնալուց։ Այ հիշեք, կրկնում եմ, Ռոբերտ Քոչարյանը պիտի գնա բանտ եւ պետք է գլխով պատասխան տա իր անցած ճանապարհի ամեն քայլի համար։ Լավ, Քոչարյանը գնա բանտ, իսկ Սամվել Կարապետյանի ուժ Սամվել Կարապետյանն արդեն կալանքի տակ է, նա իր անելիքների համար ունի պատասխան տալու։ Մեկ նույնը Գագիկ Ծառուկյանը նաև իր մարտի 1-ի առնչությունների համար։ Դորում խոսքը գնում է արարքների մասին, որոնք չունեն վաղեմության ժամկետ։ Էլ չեմ խոսում ունեցվածքի մասին։ Նրանք պետք է վռնդվեն քաղաքականությունից։ Մեկընդմիշտ։ Այդ կուսակցությունները այսպես կոչված, որոնք ինչպես այս ընտրություններն էին ցույց տալիս, այսա գործունեությունը ոչ այնքան քաղաքական էր, որքան գործունեություն, որը ավելի բնորոշ է կազմակերպված քրեական խմբավորմանը։ Կազմակերպված քրեական խմբավորման ջախջախման պարտականությունը պետությանն է։ Պետությունը պարտավոր է քաղաքացուն, ում հարկերի հաշվին պետությունը վարձատրվում է եւ գործում եւ որը պահում է
քաղաքացին եւ որի տերն է քաղաքացին, պետությունը պարտավոր է քաղաքացուն պաշտպանել կազմակերպված քրեական խմբավորումից, այլ թշնամական պետության ագենտներից, այլ ոչ թե թողնի ԱՄՆ ընտրողների վրա, որովհետեւ ընդամենը 2 ամիս առաջ ասում էին թե որպեսզի նրանք չլինեն, այո, նրանք հանցագործեն, մաֆիոզ են, մարդասպան են, եւ որպեսզի նրանք չլինեն, հարգելի քաղաքացի, քանի որ դու գիտակից ես, ընդամենը պետք է նրանց դա ինչ տալ, հա? Հիմա նույն մարդը ասում է, որ մեր կարծիքով նրանք ընդհանրապես պետք է մասնակից չլինեն։ Հիմա, ինչպես ասում են Տեր հայր կամ խաչը հանիր վզիցդ կամ բարձրացրու անդրավարտիքը, հա? Չի լինում այդ երկուսն իրար հետ էլի, կամ մեկը կամ մյուսը։ Հետևաբար եկել է վճռական գործողությունների ժամանակը հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Հանրապետության օրենքի տառին եւ ոգուն համապատասխան։ Այլ ոչ թե sense Սա պատկերավոր ասած, դուք մտնում եք մի շուկա, տեսնում եք հերոին են վաճառում, գնում եք ոստիկանին, ասում եք, ես ինչա կատարվում, ասում են, դե հա մենք հո չենք մարդկանց փոխարեն որոշելու ով ինչ պետքա ծախի։ Դե դուք էլ գիտակից մարդ եք, էլի մի առեք։ Նորմալ է դա։ Ինչ են անում տենց ոստիկանին։ Համազգեստի մեջից հանում են, ճիշտ է։ Ու հարկում են իր բանու գործին մասնավոր։ Նույն վիճակն է։ Պարոն Մերավյան, հակառակ կողմն էլ ընդդիմություն կոչվածն էլ ասում է, որ կեղծիքներով ընտրությունները իշխանությունը կեղծել է, այլապես իրենք հաղթող են։ Բայց սա նաև ֆիքսենք, որ այդերս առաջի ընտրություններն է, երբ հետընտրական ցույցեր, բողոքի, այսպես հասարակական դժգոհություն չկա։ Տեսեք, եւ դա ասում են ուժեր, որոնց գոյությունը ընդհանրապես հարցական է, էլի, հա։ Նախ դուք չպետք է մասնակցեիք էլ, որ սենց հարցեր չտայիք։ Եվ երկրորդն էլ թողապացույցներ ներկայացն։ Ասելով չի էլի։ Ապացույց, փաստական։ Հակակոռուպցիոն կոմիտեն սենց փաստական այդ հրաշագեղ ձայնագրությունները, չէ՞, որը ձեր քիթ մռուտն է ցույց տալի ամբողջությամբ, թե դուք ով եք, ձեր եղած չեղածով։ Ու հիմա դուք խոսում եք կեղծիքներից։ Պարոն Մերավյան, նշեցիք նաև մենք բոլորս նաև ականատես եղանք ռուսական, այսպես ասենք, հզոր տեղեկատվական, քաղաքական միջամտության, ազդեցության սադրանքների, սպառնալիքների կշարունակվեն դրանք։ Թե ինչ որ sense դրանք շարունակվում են հիմա եւ շարունակվելու են։ Մենք նպատակը Երբ ընտրությունները նախընտրական շրջանն էր, մենք ասում ենք այո, Հայաստանում հայ ժողովուրդը Պուտինին մի հատ լավ ծեծ է պարտք։ Եվ Պուտինը հունիսի 7-ին պետք է Հայաստանում մի հատ լավ ծեծ ուտի քվյատ ուփերի մոտ։ Եվ Պուտինը ծեծ կերավ։ Ինչը շնորհավորի, իր ծեծ ուտելը չի շնորհավորելու։ Կամ էլ շնորհավորելու է այն վայեն շնորհավորելու, որ այնպես կշնորհավորի, որ ավելի լավ կլիներ չշնորհավորի։ Ինչ նպատակով։ Ռուսաստանը Հայաստանի պետություն չի համարում։ Իսկ համարում է ժամանակավորապես կորցրած տարածք։ Հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը, հայ ժողովուրդ ասելով ես Արա Աբրամյանին ու Սիմոնյան Մարգոյին չեմ նկատի չունեմ։ Ռուսական պետության վերաբերմունքը դա Լոբանով Ռոստովսկին ձևակերպել է բարձ նախադասությամբ։ Մեզ պետք է Հայաստան առանց հայերի, որովհետև նրանց արյունն անհանգիստ է։ Եվ մենք չենք հանդուրժի հայերի ձգտումը պետական անկախության։ Այսինքն
բան չի փոխվել։ Ռուսական պետության ինստիտուցիոնալ հիշողությունը հենց դա է կրում իր մեջ։ Դրա արդյունքում են հայերը Ռուսաստանում, այո, վերածվում Սիմոնյան Մարգոյի, Ֆիլոսոկրատի եւ այլ ողորմելի փալասների ազգուրած, հավատուրած, մարդուրած տականքների են վերածվում։ Դա այն իդեալական կերպարն է, որին ձգտում է Պուտինը դարձնելու յուրաքանչյուր հայի որպես իր նման, որովհետև այդ ամենը կերտվում է հենց իր նմանությամբ։ Հիմա հունիսի 7-ը Ռուսաստանը համարում էր հնարավորություն այդ ժամանակավորապես կորցրած տարածքը հետ բերելու։ Չի ստացվել։ Ոչ միայն չի ստացվել, այլև լավ ծեծ են կերել։ Եվ հիմա անելու են նախ եւ առաջ ամեն ինչ, որպեսզի վարկաբեկեն ընտրությունները, եւ ըստ էության հենց այդ պատվերն է հիմա աշխատում, եւ նաեւ մեր հայցն է այդ պատվերը կատարողների լեգիտիմության վերաբերյալ եզրակացություն ստանալը։ Ով եք դուք։ Ինչ իրավունք ունեք դուք լինելու ընդհանրապես որպես քաղաքական ուժ, հաթաթ հանելու ենք ջրի երեստ եւ պահանջելու ենք գնահատական։ Մեկ երկրորդը նրանք ձգտելու են Հայաստանին վերածելու հաշմանդամ պետության, թույլ ղեկավարությամբ, պերմանենտ ճգնաժամի մեջ հայտնված, ինչի համար, որպեսզի ինչ-որ X պահի իրենք կարողանան բացատրել, թե ինչու իրենք պետք է գան եւ վերազավթեն մեր երկիրը։ Եվ նրանք անելու են ամեն ինչ իրենց ուզածին հասնելու համար։ Իսկ դա նշանակում է, որ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի իրենք իրենց ուզածին չհասնեն։ Այնպես ինչպես մնացած ազգերը, պետությունները, ովքեր նվաճեցին իրենց ազատությունը եւ անկախությունը այս ժանտախտի ազդեցությունից եւ տիրապետությունից։ Պարոն Մերաբյան, տեսեք, հաջորդ մեծ խնդիրը, որը ինչ որ առումով ազդեց ընտրությունների արդյունքների վրա, այդ դրսից եկած, այսպես ասենք, տուրիստ քվեարկողներն էին ճակերտավոր, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, բայց երևի մոռացել են թե նույնիսկ Հայաստանը որտեղ է գտնվում։ Այդ խնդիրը բավական լուրջ խնդիր է, ինչպես եք պատկերացնում, պետք է լուծել նախապես, թե այդ պահերին պարզ դարձավ, որ սա մեծ վտանգ է ներկայացվում։ Այնուամենայնիվ սա կարող է վտանգ ներկայացնել եւ վերածվել գործիքի այս կամ այն պետության ձեռքին։ Այո, սրա մասին պետք է ավելի շուտ պետք է մտածել։ Ի վերջո, խոսքը գնում է ինչի մասին։ Հայաստանում ստեղծվում է համախառն ներքին արդյունք եւ այդ համախառն ներքին արդյունք ստեղծողները կամ դա պաշտպանողները, հա, Հայաստանում ձևավորում են իշխանություն, որովհետեւ դա բաշխի ըստ այն առաջնահերթությունների, որոնք այդպիսինն են համարում ընտրողները, իսկ ամեն ընտրության դեպքում ընտրողների մեծամասնությունը։ Հիմա այդ process-ի մեջ այդ տուրիստի առնչությունը ո՞րն է, կարող եք ինձ ասել։ Ինքը հնաստեղծող է եղել, ոչ։ Այդ պետությունը պաշտպանող է եղել, էլի ոչ։ Ինչ է եղել։ Հետո իր ընդունած որոշման հետևանքները ինքը կրողն է լինելու, էլի ոչ։ Հետո հարց առաջանում, ընտրում ես, որ ինչ անես։ Համար ինչ տարբերություն։ Եթե ոչ ստեղծում ես, ոչ պաշտպանում ես, ոչ հարկ ես տալիս, ոչ էլ քո վրա ազդելու է, թե այդ հարկերը ով ինչպես է բաշխելու, ինչ առաջնահերթությամբ։ Չես մասնակցում։ Իմաստը ո՞րն է։ Այո, սահմանափակում պետք է լինի, այդ սահմանափակումն էլ պետք է լինի խելամիտ, համենայն դեպս ես որքան ծանոթացա
այդ հրապարակումից այն որ վերջին մի տարվա մեջ գոնե 6 ամիսը այո Հայաստանը պետք է գտնվի ու լինի հարկային ռեզիդենտ դա կարծում եմ Խելամիտ միանգամայն խելամիտ է ինձ թվում եւ պետք է հենց դրանով էլ առաջնորդվել Պարոն Մերաբյան, ինչ կանի Եվրոպան, ինչ քաղաքականություն կշարունակի վարել Հայաստանի հետ, հաշվառնելով ընտրության արդյունքները, նաև եվրոպական երկրների, ինչու՞ չէ ընդհանուր արևմուտքի վերաբերմունք Հայաստանի։ Ինչպես տեսնում եք, Հայաստանին վերապահորեն աջակցում է թե Միացյալ Նահանգները, թե Եվրոպական միությունը, թե Եվրոպական միության անդամ չհանդիսացող Բրիտանիան, Կանադան եւ Հիմա Միացյալ Նահանգների հետ էլ է բանակցություն գնում, որ Միացյալ Նահանգները եւս իշարս նշածս սուբյեկտների իր շուկաները բացի։ Հիմա ժամանակն է այս լոգիստիկ խնդիրները լուծելու, որպեսզի մեր արտահանման արդեն հիմնական ծավալները հասնեն նոր առևտրային գործընկերների։ Եվ Եվրոպան այո ներկայումս մեծ աջակցության փաթեթ է նախապատրաստում Հայաստանի համար, ընդ որում խոսքը ոչ միայն ֆինանսի մասին է, այլև մաքսատուրքերի նվազեցում, այլև ստանդարտիզացիայում օժանդակություն եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ սա դեռ միայն սկիզբն է, ամենայն դեպս առաջին այսպես պիլոտային խմբականակները, որ հասան տարբեր երկրներ, դրանք մեծ հաջողություն արձանագրեցին։ Մեր ապրանքն է, որովհետև լավն է։ Դա պետք չճանաչված ուղղակի։ Այո։ Դե հա, որովհետև գրում էր միայն Ռուսաստան, դա ինչպես ասում են շաքարն ընկել է Շամբերանը, որտեղ է ճանաչված։ Ուտես կամահրանքով բանով մեկ կբացեն, կփակեն։ Եվ հաջորդը իհարկե նաև կախված է Հայաստանի հետագա քայլերից, որը նաև խթան կհանդիսանա, որ մեր գործընկերությունները ել ավելի խորանան։ Հայաստանը հասել է նրան, որ մեծ յոթնյակի երկրներից 4-ի հետ ունի ռազմավարական գործընկերության մակարդակի հարաբերություններ փաստաթղթավորված։ Հիմա եկել է դրա կապիտալիզացիայի ժամանակը, այդ թվում նաև տնտեսական համագործակցության, փոխադարձ առևտրի ոլորտում։ Էլ չեմ ասում, այո, ռուսական ապրանքներն էլ պետք է չմտնեն Հայաստան։ Այն, չգիտեմ, այն զիբիլ հրուշակեղենը որ գալիս է, որպես ինչա գալիս։ Ինչա գալիս։ Այս պետք չեն։ Կորեկտ գնացեք։ Տարեք ձեր Պուտինը թողուտի։ Այո, Հայաստանը պետք է հայելային քայլեր անի։ Ոտեք մեր սուպերմարկետների աղբը նայեք ռուսական։ Ռուսական 460 շտրիխ կոդով աղբը։ Բավական է։ Ռուսներն ինչ ասում, какой привет, такой ответ։ Терпи, моя красавица։ Всё։ Հակալցին։ Համեցի։ Սարվա թեմաներ իմ զրուցակիցը հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն էր կհանդիպենք առայժմ։